Ես ողջունում եմ մեր լսարանին, այսօր երկար ընդմիջումից հետո հանդիպել ենք Գայանե Աբրահամյանի հետ, իսկ մեր այլ կերպ ներկայացնելու կարիք չկա, բոլորը ճանաչում են Գայանեին, բարև ձեզ։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Իրավիճակը ճիշտ ասած լարված է, միշտ ուզում ենք եթերները այնպիսի նոտայի վրա անենք, որ մի քիչ էլ մեր լսարանը չլարվի։ Մարիա Զախարովայի հայտարարությունները տեսա, կարող է ամնեզիա ունի ինքը, ասում է ոչ մի բան չի հիշում, փաստեր բերեք, փաստեր չկա, բայց հենց ինքը անձամբ շատ վատ հայտարարություններ էր արել։ Էս ինչա, չգիտեն արդեն ինչ խոսել, հա, պարզապես իրենց չիմանալու են տալիս։ Նախ Զախարովան շատ արագ է արձագանքում բոլոր այն հայտարարություններին, որոնք մեծ հաշվով իրենց վերաբերում են, բայց շատ արագ եւ երբեք արագ չեն եւ ընդհանրապես կարելի ասել չեն արձագանքում այն բոլոր գործողություններին, որոնք իրանց իրավապայմանագրային պարտավորություններն են եւ այս ուղղակի փաստ ենք։ Իսկ այն հայտարարությունները ընդհանրապես, որ արվում են վերջին շրջանում, ոչ միայն Զախարովան, դրանից առաջ Պեսկովը եւ այլն, զարմանք հայտնելով, որ ինչ սառեցման մասին ամես պիտի բացատրություններ տան եւ այլը, ինձ համար անկեղծ մեկ մտածում եմ, իսկապես այդպես են մտածում, թե դա ինչ որ քաղաքականության մասն է, ենթադրում եմ, որ դա մասն է, որտեղ չեն կարող ուղղակի այդ աստիճանի տգետ կամ ամնեզիայով իրապես տառապեն, բայց այո, իրենք գուցե նաև չեն սպասում, որ Հայաստանը կկարողանա որոշակի այլընտրանք գտնել եւ այդ այլընտրանքը կլինի գործուն եւ այդ զայրույթը արդեն չգիտեն ոնց կառավարել, հա, այստեղ զայրույթի կառավարման խնդիր ենք նաեւ տեսնում, հատկապես Զախարովայի հայտարարությունների ֆոնին։ Ճիշտ ասած, մենք էլ ենք զարմացել, որ Փաշինյանը վերջո արեց այդ հայտարարությունները, ազնիցս նաև ձեզ հետ ենք խոսել այդ թեմայով եւ վերջո ականատես դարձանք։ Արեն Սիմոնյանի հայտարարությունը սահմանապահներին Զվարթնոցից դուրս բերելու մասին, ինչ ուշացած չեն այս քայլերը։ Գիտեք, քայլերը ուշացած են եւ ես կարծում եմ, որ դեռ քայլերը իրականում դեռ երկար գործընթացների միջով են անցնելու, բայց այս քայլերը այլևս չէին կարող չարվել, քանի որ Հայաստանը մտնում է արդեն վիզայի ազատականացման բանակցությունների փուլ, իսկ դա նշանակում է, որ չի կարող ընդհանրապես վիզայի ազատականացման որևէ գործընթաց լինել, եթե սահմանի եւ հատկապես անցակետերում կանգնած են ռուսական որևէ տեսակի կոնտինգենտ, բայց կոնտինգենտի հանելը դեռևս չի նշանակում թվային ամբողջ այդ հասանելիությունից իրեն զրկել։ Եվ այդ զրկելն էլ մի ուրիշ գործընթաց է, եւ ենթադրում եմ, որ ուրիշ թվային որոշակի համակարգ պետք է ստեղծել դեռևս, որովհետեւ այդպես հեշտ չի լինելու։ Այսինքն սա դեռ երկար գործընթաց է լինելու, այսինքն բացի այն, որ հայտարարությունն է ուշ կամ քաղաքական որոշումն է ուշացած, ինքը process-ը բավական երկար է լինելու, ցավոք, այսինքն այս տեսանկյունից շատ այդպես արագ գործընթաց չակնկալենք, ես ուղղակի ասում եմ նաև մեր հանրության համար, որ չսպասեն, որ շատ արագ է դա լինելու, դրանք երկար գործընթացներ են։ Սա նաև վերաբերում է վարչապետի հայտարարությանը սառեցման մասին, որտեղ նախ շատ է ասվել արդեն իսկ, որ սառեցման գործընթաց, իրավական գործընթաց ուղղակի չկա, հա, այսինքն որևէ կերպ պայմանագրային ամբողջ համակարգը չի ենթադրում ընդհանրապես անդամի սառեցում, հապկանդամ պետության սառեցման գործընթաց։ Եվ սա է նաև զարմանալին, որ Ռուսաստանից ակնկալում են դեռևս պատասխան, թե ինչու ենք ասել սառեցում։ Մինչդեռ սա դե ֆակտո սառեցման մասին, այսինքն ոչ դե յուրե, իսկ դե ֆակտո սառեցում ունենք արդեն առնվազն 1.5 տարի։ Ես կասեի իրականում եւ սառեցման process-ը սկսվել է դեռևս 2021 թվականի մայիսի 12-ից կամ ավելի շատ սկսվեց 2022 թվականի սեպտեմբերյան հարձակումից հետո, երբ ուղղակի ՀԱՊԿ մեզ շատ զարմանքով հարցնում էր կամ ասում էր, որ դե գիտեք սահմանը գծված չի, մենք չենք կարող իմանալ որտեղ է ձեր սահմանը ընդհանրապես, մենք վստահ չենք, հա ջերմուկը հայկական է թե չէ, ինչը ուղղակի ոչ միայն աբսուրդ է, այլ հենց ընդհանրապես Հայաստանի տարածքային ամբողջականությունը ամբողջապես կասկածի տակ դնելու process էր, եւ այս իրավիճակում ՀԱՊԿ-ի հետ որևէ գործընթաց կամ որևէ
իրավական հարաբերություն շարունակել ներ անիմաստ դառնում, որովհետև ՀԱՊԿ-ը ինքը Հայաստանի տարածքային ամբողջականությունը դնում էր կասկածի տակ։ Եվ այս տեսանկյունից մեր սառեցումը արդեն իսկ սկսել էր շատ վաղ եւ բոլոր այն process-ները, որ չենք ստորագրում, չենք ուղարկում ներկայացուցիչ, չենք իրականացնում այդ զորահավաք եւ այլ, այսինքն սրանք բոլորը այդ սառեցման դե ֆակտո սառեցման process-ներն են։ Եվ հիմա հանկարծ զարմանում են, ոնց, ինչու այդպես ստացվեց։ Սա մոտավոր նույն բանն է, որ շատ այդպես պատկերավոր մի օրինակ պիտի բերեմ, որովհետև սա շատ հաճախ նաև մեր հանրությունը մտածում է, այ տեսեք, կառավարությունը գուցե երկար չի մտածում, կառավարությունը կամ Փաշինյանի եւ նաեւ այս մեղադրանքները շատ հաճախ հնչում են նաեւ պարլամենտին, երկար չեն մտածում, Ռուսաստանի հետ այս գործընթացն են իրականացնում, գուցե հնարավոր է դեռևս խոսել եւ այլը, կամ չեն կարողանում բավարար ճիշտ բանակցային process տանել ռուսների հետ եւ խոսել ճիշտ լեզվով ռուսների հետ եւ այլն։ Ես շատ հաճախ այդ մարդկանց հարց եմ տալիս, ինչ խոսես մի պետության հետ, որը ուղղակիորեն կասկածի տակ է դնում քո տարածքային ամբողջականությունը, քո սահմանները։ Եվ այդ սահմանները ոչ թե այդ գծի հատվածում, ոչ թե այն խնդրահարույց եւ այո գծանշված չի եւ այդտեղ կարող են ինչ-որ 1 մետր այս կողմ, 1 մետր այն կողմ լինել, այլ կասկածի տակ են դնում, օրինակ ասենք Մինսոտքի կամ Վարդենիսի կամ Շորժայի հատվածը կամ ասենք Ջերմուկը։ Եթե կասկածի տակ են դնում, ինչ խաղապահ ուժերի ներգրավվածության մասին են խոսում ընդհանրապես, երբ անդադ ասում ենք այդ խաղապահ ուժերը որ կան, ՀԱՊԿ-ի խաղապահ ուժը որտեղ են կանգնելու, եթե դուք այդ տարածքը, եթե դուք այդ սահմանը ուղղակի չեք գնահատում որպես սահման։ Այս տեսանկյունից նորություն չունենք, բայց նորությունը իրականում այն է, որ որոշակի ավելի հստակեցում մտցվեց եւ խոսույթում, չնայած այդ հստակեցումը իրավական հստակեցում չէ, գուցե նաև պետք է գնալ արդեն իսկ իրավական հստակեցման։ Հատկապես արևմուտքը ակնկալում է, որովհետև եթե իրենք պետք է զենք հատկացնեն Հայաստանին, չեն կարող զենք հատկացնել նույնիսկ ֆորմալ ռուսական դաշնակցին, այսինքն հիմա այն ինչ որ տրվում է, սա հրաշք է, որովհետև բայց չի կարող լինել, ասենք, ժամանակակից զենքեր, որը որ մենք կակնկալեինք մեր անվտանգությունը ապահովելու համար, այսինքն պետք է քայլեր անել, պետք է իրոք իրավական գործընթացով դուրս գա, որ Հայաստանը չհամարվի Ռուսաստանի դաշնակից, որովհետև խոսքերը լավ է, խոսքերով նույնիսկ պայմանագրերով Պուտինը ճանաչում էր Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, Ռուսաստանը պայմանագրով, գիտեք, եւ ոչ միայն մեկ պայմանագրով ճանաչում էր Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը Ղրիմի հետ վերցած եւ այդ ամենը դժվեց։ Իսկ հիմա եթե խոսքը գնում է Ռուսաստանի մասին, ինչքան էլ հայերին լավ վերաբերվեն, բայց Ռուսաստանի այդ ծանր ստվերը միշտ խանգարելու է, դրա համար երևի թե լավ կլինի, որ իրավական գործընթացը սկսվի, մինչդեռ Փարիզի այդ հայտարարությունները իհարկե պատահական չէին, Ռուսաստանի իշխանափոխության փորձերի մասին նա բարձրացնեց եւ որից որ շատ զարմացել էր Մարիա Զախարովան։ Հիմա տեսեք, այս ամենը ասվեց եւ կարծես երկակի տպավորություն է։ Մարդիկ ասում են, տեսակ բարձրաձայնեց Ռուսաստանի քայլերը մատնացույցանից։ Բայց ստացվում է մի հետաքրքիր իրավիճակ, որ Փաշինյանը հիմա այս քայլերը, այս ամենի մասին բարձրաձայնելը անում է ոչ թե ասենք Հայաստանի անվտանգությունը ապահովելու համար, այլ իր իշխանության դեմ կատարած քայլերին կարծես հակադարձում է։ Այստեղ ինձ թվում է նաև մեր հանրությանը բացատրելու բանում է, որ երևի թե սա ինչ որ մեկի կողմից սխալ բացատրություն է եղել կամ մեկնաբանություն է եղել, որովհետև առաջին հերթին Փաշինյանի գործունեությունը պետք է ուղղված լինի Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովմանը, եւ նման կարգի բացատրությունները, որ Փաշինյանը մատնացույց արեց, որ իր դեմ է, Ռուսաստանը Հայաստանի դեմ է, ոչ թե միայն Փաշինյանի։ Այստեղ ինձ թվում է օրինակ ձեր կարգի փորձագետների խոսքը մեր հանրության համար շատ կարևոր կլինի, որովհետև մենք տեսնում ենք բոլորը ցանկանում են տարբեր եթերներից ինչ-որ բան բացատրած լինեն։ Լսում եք տարատեսակ մեկնաբանություններ, բայց հստակ չկա ինչ է կատարվում, ինչու հենց հիմա
ինչու Փարիզից արվեցին այդ հայտարարությունները, այ գիտեմ, որ տեղյակ եք այդ ամենից, դրա համար կխնդրեի մեկնաբանել։ Նախ ուղղակի պիտի շեշտեմ, որ բնականաբար միայն դրա մասին չէր խոսքը, այսինքն նաև Ռուսաստանի գործուն աջակցությունը Ադրբեջանին կամ գործուն անգործությունը ըստ էության կամ հանցավոր անգործությունը Արցախի էթնիկ զտման գործողությունների եւ այլն, այսինքն այդ համատեքստում էր եւ նաև ուղղակի ավելացվեց, որ անգամ փորձ է արվել ներքին հեղաշրջում իրականացնել, իսկ հեղաշրջում իրականացնելը մեծ հաշվով դա միայն ուղղված չէ կոնկրետ անձին, հա, այսինքն այս դեպքում Փաշինյանին իշխանությունից զրկելը, համեմատություն անեմ հոկտեմբերի 27-ի հետ 99 թվականին, երբ մենք հիմա այդ հեղաշրջման փորձը կամ հա տերորիստական ահաբեկչական գործողությունը միայն ուղղված չէր կոնկրետ անձանց, դա Հայաստանի զարգացման մի ամբողջ տասնամյակ, եթե չասեմ շատ ավելի երկարաժամկետ Հայաստանին ուղղակի հետ մղեց նորից դիկտատուրայի եւ Ռուսաստանի նաեւ գիրկը, հա, այսինքն սրանք գործողություններ են, որոնք այո գուցե դերակատարման տեսանկյունից մեկ անձի կամ մեկ իշխանության կհանեն, բայց դրանք գործողություններ են, որոնք ամբողջ պետության վրա են ազդելու եւ պետության ներքին գործերի միջամտություն են։ Բայց որպեսզի նաեւ մեր հանրության համար մի փոքր ավելի պարզ լինի, որտեղ այդ ընթացքում մենք շատ այդ մասին չենք խոսել, քանի որ ցավն էր իսկապես բավական մեծ, Արցախի կորցնելը, Արցախի հայաթափումը եւ այս ամենի մասին ուղղակի չի խոսվել, որովհետեւ նաեւ դրա ժամանակը չէր ու կոռեկտ չէր այդ ամենի մասին խոսել, բայց մենք պիտի նաեւ ի վերջո վերլուծենք ինչ էր տեղի ունենում Հայաստանում այդ օրերին, որտեղ խոսքը հենց այդ օրերի մասին էր, հա, այսինքն 23 թվականի սեպտեմբերի 19-ից հետո ծավալված գործընթացների։ Եվ մի քանի ուղղակի դիտարկում ունեմ, ինչ տեղի ունեցավ սեպտեմբերի 19-ին 20-21 ամսաթվերին, այսինքն առաջի մի 3 օրերի մասին է խոսքը, Երևանում բավական լուրջ այդպես ոչ մեծ ծավալի, բայց ցույցեր էին։ Եվ պիտի հիշենք ինչ էին հիմնական ուղերձները այդ ցույցերի ընթացքում, եւ սա կարեւոր է, որպեսզի հստակ արձանագրենք որն էր նպատակը ցույցերի, ոչ միայն իշխանության հրաժարում, հա, այսինքն հիմնական կոչը, ընդ որում այս մարդիկ չեն ուզում գնալ արտահերթ ընտրությունների, որտեղ չեն ընկալում, որ իշխանությունը ձևավորվում է իշխանությունը ձևավորվում է ժողովրդի կողմից։ Ուղղակի հրաժարական են պահանջում եւ իշխանության փոխանցում են պահանջում։ Բայց երկրորդ պահանջը կամ գուցե առաջնային հիմնական պահանջը սկզբնական այն էր, որ պետք է աջակցել Արցախին եւ միջամտել Հայաստանից։ Շատ էմոցիոնալ, որտեղ այդ օրերին այո բոլորս մտածում էինք իսկ ինչ անել, որ օգնենք մարդկանց, որովհետեւ Արցախը իսկապես մենակ էր մնացել։ Հարց է ինչու էսպես եղավ, Արցախի իշխանության մեղավորությունը որտեղ է եւ այլն, սա հիմա չեմ քննարկում, ես խոսում եմ բացառապես այն ներքին process-ներից, որ այդ շրջանում եղավ Հայաստանում։ Իսկ ինչ էր նշանակում Հայաստանի միջամտություն։ Նշանակում էր շատ մոտավոր, եթե ասեմ, հա, այսինքն շատ ուղիղ չասեմ դիրքերը եւ այլն, մոտավորապես նշանակում էր Սյունիքից Հայաստանի միջամտություն, այսինքն Հայաստանից որոշակի ուժի կիրառում։ Ինչ էր դա նշանակում եւ ինչ հետևանք դա կարող էր ունենալ։ Եվ ես ավելի քան վստահ եմ, որ ռուսական եւ ռուս-ադրբեջանական պլանի մաս էր դա, որ այո, այնտեղից ճնշում են, որտեղ պատանդ էին պահում Արցախի ժողովրդին, ճնշում էին Արցախի ժողովրդին, սպանում էին եւ ամենասարսափելի գործողություններն էին իրականացնում, ստիպելով Հայաստանին այստեղից միջամտել։ Հայաստանից այստեղից արձակած, Սյունիքից արձակած մեկ փամփուշտ անգամ առիթ էր տալու Ադրբեջանին, ասելու, որ Հայաստանը հարձակում է գործել կամ Հայաստանը մեր վրա իմ տարածքային ամբողջականությանն է սպառնում եւ հենց այդտեղից ուղղակի սկսեր Հայաստանի դեմ գործողություններ, որտեղ թիրախը Արցախը չէր, Ալիևը շատ լավ հասկանում էր, որ
Լաչինի միջանցքը բացելուն պես Արցախի ժողովրդի 50%-ը դուրս է գալու, որովհետև օբյեկտիվորեն մարդիկ 1 տարի բլոկադայի մեջ ապրած մարդը իր երեխայի համար հանուն իր երեխա ինքը այնտեղ չէր մնալու։ Շատ լավ հասկանում էր, որ այդ հայաթափումը այսպես թե այնպես լինելու էր։ Ինչու էր ինքը վերցնում իր վրա հավելյալ մեղք եւ դեռևս չի մարսել այդ մեղքը դա միջազգային հարության մոտ էթնիկ զտում եւ մարտական գործողությամբ էթնիկ զտում իրականացնելու համար։ Ամբողջ պլանը հենց դա էր, որ առիթ ստեղծվի Հայաստանի դեմ հարձակման։ Իսկ այդ առիթի դեպքում ռուսական զորքը Սյունիքում ինչ պիտի աներ, պիտի տեղում գար Հայաստանին փրկելու։ Եվ ամբողջ Սյունիքը մենք ուղղակի կորցնելու ենք։ Այսինքն այստեղ խոսքը միայն իշխանություն վերցնելը չէր Հայաստանում, այսքան մանրամասն պատմում եմ, որպեսզի նաև հանրությունը մի քիչ ավելի խորը նայի, այստեղ միայն իշխանության հարցը չէր եւ ես ինքս բոլորովին այն մարդը չեմ, որ պետք է Փաշինյանի իշխանությունը պաշտպանեմ բացարձակ, եթե պաշտպանեի ես հիմա կլինեի պաշտոնյա, շատերը գիտեն, որ ես հրաժարական եմ տվել պատերազմից հետո եւ այլ, այսինքն, բայց այդտեղ օբյեկտիվ հարցեր են, որտեղ ինձ համար իշխանությանը քննադատելը, իշխանության դեմ գործելը բավական լուրջ սահման ունի եւ այդ նուրբ սահմանը այդ գործողություններով պետությանը վնասելն է։ Եթե այդ գործողությունները առավելապես վնասում են պետությանը եւ բոլորիս, մենք պիտի 2 անգամ առնվազն ավել մտածենք այդ մասով։ Մինչդեռ այն ընդդիմությունը, որը դրսում էր, այն ընդդիմությունը, որի համար շատ հաճախ Ռուսաստանը հենց այդ միակ փրկիչն է, այդ ընդդիմության համար բոլոր հնարավոր միջոցները ընդունելի են, անգամ պետությանը վնասելը, անգամ Հայաստանի ուղղակի անկախության կորուստը։ Հա, իրենք փողոցներում ուղղակի մարդկանց վրա ես հիշում եմ, որ հարձակվում էին տարբեր ռեստորանների, կաֆեների վրա եւ մարդկանց փորձում էին ստիպել իրենց միանալ։ Իմջելուց դուք օգտագործեցիք փրկել բառը առանց շակերտների։ Կարծես բանը դարձած չէ, որ ինչու Ուկրաինայում իրենք փրկում էին ռուսալեզուներին, ավելում են ռուսալեզուները։ Փրկում էին Ուկրաինայում։ Այո, եւ այդպիսի փրկություններ Հայաստանի համար էին պատրաստել։ Ուզում եի հարցնել ձեզ Փաշինյանի մի քանի ինիցիատիվաների մասին, հա, այդ խաղաղության այսպես կոչված խաչմերուկը կամ ճանապարհների բացել, որ ասում է, չէ։ Մեր արցախցիները տուն ու տեղ են կորցրել, բազում մեր հայրենակիցներ ընտանիքի անդամներ են կորցրել ռազմաճակատում։ Ինչպես է պատկերացնում իշխանությունը Հայաստանի ազատ ճանապարհներ, ասինքն մենք հոգեբանական մարդկանց բոլորին չենք կարող խնդրել, որպեսզի իրենք չվնասեն ինչ որ մեկին, նույն վիճակում էլ ասենք ադրբեջանցիները նրանք էլ այնպես չի որ հայերին սիրում են կամ շատ սիրելուց չէր որ Արցախը դատարկեցին։ Այստեղ լուրջ խնդիր է, ասենք նման թեմաներից խոսելը, սա զուտ ռետորաբանություն է, թե իրոք ինչպես է կարծում իշխանությունները հավատում են այդ ծրագրերին, ճանապարհ բացել, չգիտեմ, խաչմերուկ դառնալ, իրոք շատ տարօրինակ է, երբ որ մեր իրական գործընկերները արևմուտքը փորձում է Ռուսաստանի եւ Չինաստանի պլանները ձախողել, որպեսզի իր անվտանգությունը ապահովի, իսկ Հայաստանում խաչմերուկի մասին է խոսում, որը որ նաև Ադրբեջանի կողմից պետք է գա չինական ապրանքները, հիմնականում չինական, գիտեք, ցանկություններից մեկն էր, որը որ չի բխում մեր բնական դաշնակիցների շահերից նաև եւ հիմա մենք ունենալով մեր դաշնակիցների աջակցության կարիքը Հայաստանի իշխանությունները կարծես թե այդ հարցում էլ նաև դեմ են գնում մեր բնական դաշնակիցներին ինչպես վերաբերվել որպես ռետորաբանություն որպես երկիր որը խաղաղության է ձգտում թե իրոք նման պլաններ կան եւ ինչ որ մեկին թվում է որ կարող են իրագործել ճանապարհների բացելը ասենք Տեսեք, ձեր հարցը իրականում պարունակում է մի քանի շերտ, մի քիչ պիտի բաժանեմ դրանք ըստ շերտերի։ Կոմունիկացիայի բացելը եւ ընդհանրապես ճանապարհների ապաշրջափակումը իրականում չափազանց կարեւոր են, այսինքն եւ սրա համար այո, այդ confidence building-ը պիտի արվի, այսինքն փոխվստահության բարձրացում, որը Ռուսաստանը երբեք չի թողնի, որ արվի։ Բայց պիտի շարունակել այդ ուղղությամբ աշխատել։ Ընդհանրապես ցանկացած կոնֆլիկտ եւ այս կոնֆլիկտաբանության երևի են հիմնական աքսիոմատիկ մոտեցումներից է, որ
տնտեսական շահերը եւ այդ տնտեսական շահերի փոխկապակցվածությունը միմյանց կախվածությունն է, որ կարող է ապահովել խաղաղության երկարատևություն։ Այսինքն մեր տարածաշրջանում չի կարող լինել իրապես խաղաղություն, եթե չլինի ուժերի բալանս, առաջինը սա է, եւ եթե չլինի փոխկապակցված եւ փոխկախված եւ միմյանցից կախյալ վիճակում գտնվող որոշակի տնտեսական շահեր։ Հիշենք Եվրամիության ստեղծումը որպես այդպիսին, հա, այսինքն ինչի հիման վրա ընդհանրապես Եվրամիությունը որպես սկզբում տնտեսական միավոր, հետո եւ Ֆրանսիայի ու Գերմանիայի միջև որպեսի թույլ չտան հերթական, որտեղ պատերազմից հետո էր 45 թվական հազիվ թոթափել էին այդ պատերազմի արհավիրքը եւ փորձում էին վերականգնման որոշակի հեռանկար տեսնել եւ հանկարծ նորից ծագում է պողպատի եւ ածուխի այդ ամբողջ պատմությունը։ Եվ Եվրամիության որպես այդպիսին հիմքը հենց դրանում էր, որ եկեք մենք տնտեսական որոշակի փոխկապակցվածություն եւ փոխկախվածություն ստեղծենք, որպեսզի այլևս չմտածենք միմյանց վրա հարձակվելու մասին, որտեվ այդ հարձակման ջինը երկուսի վրա եւ երկուստե կամ բոլորի վրա շատ ավելի մեծ կլինի։ Այսինքն այս տեսանկյունից ճանապարհները ընդհանրապես այդ խաչմերուկ ասվածը շատ կարևոր են եւ սա կարևոր է նաեւ եւ ստեղ նաեւ որոշակի հետաքրքրություններ ունի արևմուտքը եւ հավաքական արևմուտքը եւ առավելապես նույն Ֆրանսիան եւ այլն, այսինքն այնպես չի, որ հիմա Ֆրանսիայի աջակցությունը միայն էմոցիոնալ կապվածության վրա չի, կա անշուշտ այստեղ որոշակի էմոցիոնալ հատված, բայց այդտեղ կան կոնկրետ շահեր եւ այդ շահերը հենց կապված են Սյունիքում այդ ճանապարհային խաչմերուկից։ Արևմուտքը Հնդկաստանի հետ կապող ուղուց, որովհետեւ խաչմերուկը չինական պրոյեկտն էլ է սպասարկում, որը եւս սպասարկում է, բայց դա գոնե սպասարկում է այս տիրույթով։ Ինչ էին առաջարկում հիմա որպեսի հասկանանք ինչու է արևմուտքը սրա հետ ավելի հաշտ եւ ընդունել են եւ հրապարակային են ընդունել այս ծրագիրը եւ ինչու է օրինակ բացառում եւ այդ մասով մեր հիմնական դաշնակիցներն են բացառում նոյեմբերի 9-ի փաստաթղթի տարբերակը եւ նաեւ ռուսական ու ադրբեջանական միջանցքի տարբերակը ինչու որովհետև տեսեք, եթե դա լինում է ճանապարհ իր բոլոր ընթացակարգերով եւ այլ եւ նաեւ այդ խաչմերուկի տարբերակը բավական վերահսկելի նորմալ ճանապարհ է։ Եթե դա լինում է միջանցք, իսկ այս միջանցք կոչվածը, այսպես ասած, իրենց Զանգեզուրի միջանցքը, ես արդեն 2-3 տարի է միջազգային տարբեր մեր գործընկերների հետ տարբեր շփումներում անդադ ասում եմ, որ ես դա ուղղակի անվանում եմ dictator's road, դիկտատորների ճանապարհ, հա, եւ հենց դիկտատորներն են այդտեղ բավական լուրջ հետաքրքրություն ցուցաբերում։ Ինչու են ուզում անխոչնդոտ ճանապարհ, որովհետեւ իրապես բացարձակ ուզում են որևէ աչքից, հատկապես արևմտյան որևէ ներգրավվածությունից զերծ ճանապարհ ունենալ, ինչ ուզեն անցկացնեն, ինչպես ուզեն անցկացնեն, Ռուսաստանից նստեն, այսինքն Պուտին, Ալիև, Էրդողան եւ արդեն մնացած դերակատարներ։ Այս տեսանկյունից մենք այո, որպես պետություն պետք է որևէ բան առաջարկենք, հա, չենք կարող ասել, չէ, միջանցք չենք ուզում։ Մենք պիտի դրան հակառակ որևէ ծրագիր առաջարկենք եւ այս տեսանկյունից խաչմերուկի խոսույթը շատ կարեւոր է, որովհետեւ մենք ի վերջո դառնում ենք ինչ որ բան առաջարկող եւ ոչ թե միայն ասող ոչ, որտեւ այդ ոչը դու ոչինչ չառաջարկելով երկար չես կարող պահել, որտեւ ինչ որ մի փուլում բոլոր դերակատարները կգան կասեն ի վերջո կողմնորոշվի այս խնդիրը պիտի լուծվի կամ միջանցք է տալիս, որը իհարկե տեսեք ես նախորդ տարի ԱՄՆ-ում էի եւ բավական երկար տարբեր հանդիպումներ ենք ունեցել տարբեր ուղեղային կենտրոնների, տարբեր պաշտոնյաների կամ նախկին պաշտոնյաների հետ եւ ես զգում եի այդ տպավորությունը կար, որ իրենք այնուամենայնիվ հակված են միջանցք տարբերակին, որովհետեւ Ալիևը եւ ընդհանրապես Ադրբեջանի այդ ամբողջ փափուկ ուժը եւ կարողացել էին իրենց ամբողջ այդ նարատիվը օգտագործել եւ իրենց հասկացնել իբրև որ այ եթե միջանցք է լինում այդ տարածքից եւ այդ process-ից վերահսկողության, հա, ճանապարհի վերահսկողության դուրս է գալիս Իրանը եւ Ռուսաստանը։
Սա շատ լավ աշխատել էր ԱՄՆ-ում։ Իրենք դա այսպես էին ասում, հա, այսինքն եթե դա արվում է նոյեմբերի 9-ի փաստաթղթով ռուսների այնտեղ ներգրավվածությունը FSB-ի վերահսկողությունն է, այսինքն ստացվում է, որ ճանապարհը վերահսկվում է։ Այ եթե միջանցք է լինում, այդտեղ վերահսկողություն պետք չի, հա, այսինքն դա մեր տարածքն ենք մենք դիտարկում, Ադրբեջանի նարատիվն եմ ասում։ Իրենք մոտապես այդպես էլ բացատրել էին եւ իմիջիալոց այնքան լուրջ էին այդ ուղղությամբ աշխատել, որ կային անգամ արդեն որոշ այդպես բավական լուրջ համալսարաններում արված հետազոտություններ, PhD-ներ այդ թեմայով գրված եւ այլն եւ այլն։ Այսինքն բավական լուրջ աշխատանք էին տարել այս նարատիվը տանելու։ Ալիևի վերջին շրջանի պահվածքը եւ նաեւ որոշակի գործարքները այս տեսանկյունից Պուտինի հետ օգնեց կոտրել այդ ընկալումը, որ եթե միջանցք է լինում ռուսները այնտեղից դուրս են գալու, որովհետև այնքան արդեն հստակ էր եւ ռուսների շահը այս դեպքում եւ իրենց շահերի համընկնումը, որ արդեն հասկանալի էր իհարկե այստեղ ահռելի նաեւ դիվանագիտական աշխատանք է տարբեր խողովակներով բացատրելու, որ չի կարող միջանցք լինել եւ միջանցք լինելը որևէ արևմտյան դերակատարի նաեւ շահերից չի բխում, որտեղ սա իսկապես դառնալու է գորշ գոտի, ինչ հնարավոր է կարող են այդտեղ անցկացնել եւ որևէ վերահսկողություն չի լինի։ Իսկն այս տեսանկյունից այո, տնտեսական այդ հարաբերությունների շահն է, որ մեզ համար սա կարեւոր է եւ դա հենց ըստ էության, չասեմ, վաճառելով ենք կարողացել այդ որոշակի հետաքրքրություն առաջացնել, այլապես այս տեսանկյունից Հայաստանը բավական մենակ էր։ Մենք այս առումով միայն միակ բնական դաշնակից որպես այդպեսին ունենք Իրանը։ Բայց պատկերացրեք, հասել ենք այն իրավիճակին, որ Իրանը եւ Իրանի դեսպանը եւ ուղիղ հայտարարում է, որ միջանցքի դեմ նախ մեր դիտարկումները, այսինքն Իրանի դիտարկումները շատ հստակ են հայտարարվել, բայց վերջերս ուղղակի հայտարարից, որ մեր դիրքորոշումները Իրանի, այսինքն եւ Ֆրանսիայի 100%-ով համընկնում են այս տեսանկյունից, այսինքն կարողացել ենք նաև հասնել նրան, որ ընկալելի է դարձել, որ միջանցքը ընդունելի տարբերակ չէ, բայց դա հնարավոր է դարձել նաև այլ տարբերակ առաջարկելով։ Հոգեբանական հատվածը, էմոցիոնալ հատվածը լրիվ կիսում եմ, այո, շատ բարդ է լինելու այդ ճանապարհների անվտանգությունը ապահովել, որտեղ իսկապես էմոցիոնալ տեսանկյունից մարդիկ կարող են ինչ-որ գործողությունների դիմել, բայց հենց դրա համար է ասվում, որ դա պետք է լինի բավական լուրջ պաշտպանված, որոշակի ինֆրաստրուկտուրաներով եւ այլն, այսինքն այդ տեսանկյունից այդ հարցերը լուծելի են, ի վերջո բազմաթիվ գործիքներ կան դրա համար։ Կամ էլ ամեն ինչ վերջանալու է նրանով, որ աշխատի արևմտյան ուղին, իսկ ադրբեջանցիները բազմապես վախենալու են, գան անցնեն, Հայաստանն էլ ուր պետք է գնա Ադրբեջանով, Ռուսաստան, Ռուսաստանն էլ հələ թող իր ապագան բարձի, լինելու է թե չի լինելու կամ ինչ է լինելու Ռուսաստանի տեղը։ Ֆրանսիայից խոսեցինք, հետարքիր նախաձեռնություններ Մակրոնի կողմից, կարծես ամերիկյան ներքին քաղաքականությունը միջելոց կյուրաստիկ Ամերիկայում հանդիպումները Ըստ վերջերս այն աստիճանի են ինքնակոչ փորձագետները ինֆլյացիայի ենթարկել, այդ ամենը որ ուզում էի հումորով հարցնեի, բա ինչի չնկարվեցիք, Facebook չգցեցիք, մեր լսարանին ասեմ, որ իրական փորձագետները չեն նկարվում եւ նման հանդիպումները ընդհանրապես չեն հրապարակայնացում, միայն այն ժամանակ, երբ որ դրա կարիքը իրոք կա, երևի թե գաղտնիք չի, որ հիմա հանդիպումների կամ քննարկումների համար հաճախ նույնիսկ գնալ պետք չէ, կարելի է հեռավար անել եւ այն մարդիկ, ովքեր որ ուզում են իրենց փորձագետ եւ ընդունված փորձագետ ցույց տան տարբեր երկրներից նկարներով, նրանց հանդեպ զուր եղեք, անուններ չեմ տալիս, պարզապես տեսնում եմ լսարանում հարցեր են տալիս, ինչու էս մարդուն չես կանչում հարցազրույցի, բայց ինչպես կանչենք, եթե չենք վստահում, եթե շատերը պարզապես ինքնակոչ են։ Դժվար դար է, չէ՞, ինֆորմացիայի դար է, կարծես թե բոլորը պետք է տեղյակ լինեն, բայց էլի խաբկանքները կան։ Փորձեցի մի քիչ լիցքաթափել, հա, այդ լուրջ թեման։ Մակրոնի ինիցիատիվաները Ամերիկայում ներքաղաքական այդ շարժումները իրոք կարծես Միացյալ Նահանգները դուրս են դրել համաշխարհային
իրավիճակից Մակրոնը այս, չգիտեմ, ընտրությունների հետ է կապված ձեր կարծիքը կասեք, թե ընդհանրապես Ֆրանսիայի դերը, թե Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխարինելու օգնելու դերը շատ լուրջ նախաձեռնություն է վերցրել արևմտյան երկրներին միավորելու Ուկրաինայի օգնության հարցում, նույնիսկ շատ հետաքրքիր հայտարարություններ եղան ուղակի զորքերի մասին, սա ակնարկ էր, պարզ է, որ նման մակարդակով պատահական ակնարկներ չեն անում, հետո ասացին, որ այդ զորքերը ոչ թե կռվելու համար էին, այլ ներկայության համար էին։ Մեր ուկրաինական փորձագետները իմջալոց Ալեքսանդր Մուսիենկոն այդ թեմային անդրադարձել է մեր լսարանին, խնդրում եմ, եթե հետաքրքիր է, 2 օր առաջ է եղել, կարող եք տեղեկանալ ինչի մասին է խոսքը։ Հիմա տեսեք, Ֆրանսիան Հայաստանի ուղղությամբ է բավականին ակտիվացել, Ուկրաինայի ուղղությամբ կարծես թե փորձում է փոխարինել Ամերիկայի Միացյալ Նահանգներին, սա ժամանակավոր բնույթ է, ընտրությունների հետ է կապված, ինչի հետ է կապված, ինչ կմանրամասնեք, ինչ կբացատրեք։ Ֆրանսիայի դերակատարումը իրապես բավական հիմա ակտիվացել է եւ մեծացել է, ոչ միայն մեր դեպքում, այլ նաեւ հենց Ուկրաինայի դեպքում։ Մեր դեպքում ես ավելի շատ կարող եմ մեր դիրքից խոսել, որովհետև շատ մանրամասն եւ ամենօրյա կտրվածքով, ինչպես դուք, չեմ հետևում իրադարձություններին Ուկրաինայի շուրջ ծավալվող, բայց մեր դեպքում այո, եւ կարծում եմ, որ սա Եվրամիության որոշումն է։ Եվ այնտեղ որոշակի դերակատարում կա եւ դերերի բաշխում կա, այսինքն ինքը Եվրամիությունը բավական ծանր կառույց է եւ որոշում կայացնելու համար այդ բոլոր 27 պետությունները պիտի կոնսենսուս ունենան եւ այլ եւ սովորաբար այդ կոնսենսուսը լինում է մինուս Հունգարիա եւ դա լինում է ոչ միայն Հայաստանի վերաբերող, այլ նաեւ հենց Ուկրաինային վերաբերող հարցերում։ Այսինքն որպեսզի կարողանան շատ արագ որոշումներ կայացնել, սովորաբար այս դեպքում որոշ գործառույթներ ուղղակի դելեգացնում են Ֆրանսիային, հա, ասում են դու այս օրինակ զենքերի մատակարարումը։ Բնականաբար սա Ֆրանսիայի ինքնուրույն գործընթացը չէ, հասկանալի է, որ սա համաձայնեցված է Եվրամիության հետ, սա համաձայնեցված է ԱՄՆ-ի հետ։ ԱՄՆ-ում այո, ընտրություններ են եւ որքան գնա շատ ավելի ներգրավվածությունը ավելի քչանալու է, Ուկրաինայի մասով էլ քչանալու է, ոչ այնքան, բայց Հայաստանի մասով շատ ավելի է քչանալու ցավոք։ Եվ սա է նաև պատճառը, որ հնարավորինս Ալիևը ձգձգում է ամեն ինչ, որովհետև հասկանում է, որ որքան ամերիկյան ընտրական շրջանը սկսի ավելի, այնքան ավելի ինքը կարողանալու է մանևրել այս ամբողջ ընթացքում։ Բայց մյուս կողմից այո, Ֆրանսիան որոշակի այդ առումով նաև ամերիկյան կողմի համաձայնությամբ է այս ակտիվությունը ցուցաբերում։ Եվ դա է նաև նյարդային այս հարձակումները եւ ռուսական կողմից Ֆրանսիայի նկատմամբ եւ ադրբեջանական կողմից Ֆրանսիայի նկատմամբ։ Տեսնենք, օրինակ ռուսական հնարավոր բոլոր մակարդակներում ամեն խոսքից հետո, եթե նախկինում անդադ թիրախավորվում էր ԱՄՆ-ն, հիմա հիմնական թիրախը Ֆրանսիան է։ Եվ սա իհարկե մի քիչ նյարդային են, որովհետև նաև Հայաստանի մասով են հասկանում, որ այն հիմնական այլ ընտրանքը այս դեպքում նաև հանրային տիրույթում, այսինքն ոչ միայն պետություն հարաբերություններում, չէ՞ որ ռուսները շատ լավ տեսնում են, որ նաև կորցնում են հայ հանրությանը, իսկ հայ հանրությանը կորցնել, դա նշանակում է ընդհանրապես հետ սովետական երկրներում, հետ խորհրդային այդ ամբողջ գաղափարական տիրույթում մեծ հաշվով հայերը եղել են այն ամենահավատարիմ պաշտպանողները, որը իրականում սա ասում եմ եւ ցավով եմ ասում, որովհետեւ ես տասնամյակներ շարունակ եմ որպես խնդիր բարձրաձայնել ռուսական ներգրավվածությունը ընդհանրապես Հայաստանում, բայց տեսնում ենք, որ եւ 2017-ի կարծեմ տվյալներ ուղղակի մեջ բերեմ, մոտ 85%-ը համարվում էր, որ Հայաստանի հիմնական դաշնակից 85%-ը հանրության Ռուսաստանն է, որը աբսուրդ է, բայց այդ 85%-ը հիմա նվազել է մինչև առնվազն 30%, առնվազն 30%, վերջին հարցումները 22-23 թվականին Հայաստանի որպես դաշնակից ընկալվում էր առաջինը Ֆրանսիան։ Եվ Հայաստանի թշնամիների ցանկում առաջին Ադրբեջանն էր, երկրորդը
Թուրքիան եւ երրորդը Ռուսաստանը։ Սա լուրջ փոփոխություն է, որտեղ եթե իրենք հասկանում են, որ ինչ որ մի օր պետության վրա ճնշում գործադրել ավելի հեշտ կլինի եւ այլն, իրենք հասկանում են, որ հանրությանն են կորցրել եւ կորցրել են ամբողջ այդ վստահությունը արցախցիների նման Ռուսաստանին եւ ռուսական ընդհանրապես ուժին պաշտպանող աջակցող երևի հենց իրենց երկրում չգտնվեր այդպիսի հանրություն։ Հիմա արդեն այդ հանրությանը եւս կորցրել են, այսինքն այս տեսանկյունից նյարդային են չափազանց, հատկապես Ֆրանսիայի նկատմամբ, որտեղ հասկանում են, որ այդ տեղը վստահության եւ էմոցիոնալ կապվածության Ֆրանսիան վերցնում է։ Հետարքիր է, չէ, Հայաստանն ու Ուկրաինան կարծես թե փոխում են աշխարհը, փոխում են Եվրամիության որոշումներ կայացնելու ֆորմատը, ով կմտածեր, չէ, տեսեք ինչ է կատարվում եւ միչել մեր դերը նկատենք էլ այս ամենի մեջ ցավոք սրտի Ամերիկայի պահով տեսեք երբ որ այդ օգնության փաթեթը սկզբից հայտարարվեց այնտեղ կար նաեւ Հայաստանը գործընկեր երկրներին ում պետք է օգնություն հատկացվեր հետո որ հանրապետականների հետ այդ կրքերը բորբոքվեցին գնալով փաթեթները կրճատվեցին երկրորդ եւ երրորդ քննարկվող փաթեթներում ցավոք սրտի արդեն Հայաստանը չկար հուսանք որ հետագայում դեռ որոշված չէ որ փաթեթը լինելու Հայաստանն էլ կմտնի որովհետև բոլորը պատկերացնում են միայն Ուկրաինան այնտեղ Ուկրաինան չէ Ուկրաինա Իսրայել Թայվանն է եւ թիվը շատ պակասած բայց միջև այդ ավելի շատ երկրներ էին եւ իմ ելոց նաեւ Հայաստանը եւ ձեր հետ իհարկե չեմ կարող չխոսել Զելենսկու այցի մասին լուրը ինչու բորբոքվեցին 5-րդ շարասյունը Ռուսաստանը մի կողմից ճիշտ ասած զավեշտ է, բայց քանի որ ինչպես ասացիք 30% մեր հանրության դեռ հավատում են Ռուսաստանին կամ ինչ որ դեր են տալիս Ռուսաստանին, եկեք այդ հարցն էլ քննարկենք, ինչու են իրենք այդքան վախենում հնարավոր այցից, ասեմ, որ հայցը դեռ չի հաստատվել, այցի մասին լուրը, հա, ինչու են այդքան վախեցել, ինչով է վտանգավոր Զելենսկին Հայաստանում Ռուսաստանի համար 5-րդ Շարասյան համար Բնականաբար Զելենսկի այցից վախեցել են ոչ թե Զելենսկիից, այլ Ռուսաստանի ռեակցիայից եւ դա այսինքն ռուսական 5-րդ Շարասյուն եւ այլն իրենց վախերի, իրենց մոտիվացիաների եւ տարբեր բաների մասին ուղղակի չեմ ուզում խոսել, որտեղ ինձ համար այնքան իրենց մոտիվացիաները, իրենց որոշակի ռացիոնալ նաև նկարտումները այնքան անհասկանալի են, որ դա մեկնաբանել պարզապես չեմ կարող։ Բայց ես կարող եմ խոսել ավելի ընդհանուր մոտեցումներից եւ բնական է, որ որոշակի վախ կա, որտեղ մենք շատ լավ հասկանում ենք, որ Ռուսաստանը եւ Պուտինը քաղաքագիտական, ռացիոնալ տրամաբանության վերլուծություններին ուղղակի չեն ենթարկվում, այսինքն այդ ռացիոնալության մեկնաբանություններով եւ դրանց շրջանակում հնարավոր չի կանխատեսել իրենց քայլերը եւ այս դեպքում այո հնարավոր է որ քայլերն էլ անկանխատեսելի լինեն, այսինքն դրան ռեակցիան, հա, այսինքն այցի Բայց մյուս կողմից պետք է ասել, որ այցի հնարավորությունը իսկապես նշանակալի է, որովհետև ԱՊՀ որևէ երկիր պատերազմից ի վեր Զելենսկին չի այցելել։ Ինչ որտեղ հասկանում ենք, որ դա անվտանգությունից ելնելով է, որովհետև նաև սահմանային որոշակի խնդիրներ կարող են լինել, այսինքն Ռուսաստանի հետ սահման ունեցող պետություններին նկատի ունեն։ Բայց մյուս կողմից նաև հասկանում ենք, որ սա կարող է որոշակի ուղերձ լինել։ Մեր դեպքում այդ ուղերձի կարևորությունը մոտ առապես, եթե ավելի ընդհանուր շրջանակով վերցնեմ, սա է, հա, այսինքն այցելում է մի երկիր, որը հաջորդ երկիրն է Ուկրաինայից հետո, որի նկատմամբ տարածքային ամբողջականության բավական լուրջ խախտումներ են տեղի ունեցել վերջին 3 տարիների ընթացքում։ Եվ այցելու կարող է այցելել, հա, դեռ այցի հավանականության մասին եւս կխոսեմ, կարող է այցելել մի երկիր, որտեղ ինչպես Պուտինը, նույն կերպ Ալիևը որևէ խախտում են կամ նաև Ալիևի դեպքում չեն ընդունում Ալմաթիի հռչակագիրը։
Ընդհանրապես Ալմաթիի հռչակագրի մասով ինչու են անընդհատ ռուսական, նաև այստեղի 5-րդ շարասյունը եւ ռուսական հնարավոր բոլոր մակարդակներում ինչու են անընդհատ խոսում, որ ամեն ինչ տեղի ունեցավ եւ ամբողջ Արցախը կորցրեցիք եւ ընդհանրապես ամեն ինչ վատ էր եւ մենք հայերին չէինք կարող պաշտպանել, որովհետեւ Փաշինյանը գնաց եւ ընդունեց Ալմաթիի հռչակագիրը։ Ինչու են այսքան նյարդայնացած, որտեղ հիմա այնինչ կատարվում է Ուկրաինայում եւ Ուկրաինայի տարածքային ամբողջականության խախտման ամբողջ process-ը Ալմաթիի հռչակագրի հիմնական խախտումն է, որովհետեւ դա են հիմնական լեգիտիմ իրավական կառուցակարգը, որով Խորհրդային Միությունից հետո մենք ունեցել ենք անկախ պետություններ՝ Ուկրաինան, Հայաստանը։ Այս ռեգիոնում եւ ընդհանրապես այդ խորհրդային երկրներում երկու դիկտատոր կա, որ մերժում է Ալմաթիի հռչակագիրը որպես այդպիսին՝ Պուտինը եւ Ալիևը։ Հիմա այս տեսանկյունից եթե դիտարկում ենք Զելենսկի այցը, կարող է իսկապես կարևոր լինել, բայց եթե Հայաստանը կարողանում է իրապես օրակարգ ձևավորել եւ կարողանում է որոշակիորեն կապիտալիզացնել այս այցը եւ սա իօգուտ նաեւ աշխատի մեզ։ Եթե չկարողացանք, մենք կարող է դրա վտանգները շատ ավելի մեծ լինել։ Այցի հավանականության մասով ասեմ, որ անկեղծ որ ասեմ, այս այցը պիտի լիներ շատ կոնֆիդենցիալ եւ այդ կոնֆիդենցիալության չպահելը արդեն իսկ ինձ որոշակի ոչ միայն մտահոգություն է անվտանգության տեսանկյունից եւ այլ, ես մտածում եմ գուցե կարող է նաեւ այդ կոնֆիդենցիալությունը չի պահվել հենց այդ նկատառումներով, որ հնարավոր լինի նաեւ չեղարկել։ Այսինքն գուցե նաեւ փորձում են հանրության տրամադրությունները, ռուսական ռիսկերը, ռեակցիաները հաշվարկել եւ այլ։ Իսկ այս իրավիճակում ես կարծում եմ, որ բոլորովին անվտանգ չի Զելենսկիի Հայաստան այցելելը, որովհետև ես շատ վստահ չեմ, որ Հայաստանը վիճակի է լինելու այդ անվտանգությունը պաշտպանել։ Հետաքրքիր իրավիճակ է ստացվում, որ պատերազմող Ուկրաինան եւ որոշ դեպքերում ավելի անվտանգ է, քան խաղաղ թվացող Հայաստանը, հենց այս պայթունավտանգ իրավիճակից խուսափելու համար մեր արևմտյան գործընկերները շատ լուրջ քայլերի են պատրաստվում գնալ։ Այս ֆոնին Մակրոնը նոր եւս մի ինիցիատիվա էր արել Ուկրաինայի զենքով օգնության համար, արկերի եւ հրթիռների կոալիցիա։ Չեք կարծում, որ Հայաստանն էլ պետք է նման հարցերում մի քիչ ավելի նախաձեռնող լինի, որպեսզի նաեւ Հայաստանի համար դա արվի։ Մենք գիտենք, որ արվելու է, Հայաստանի պահանջները այդքան մեծ չեն, ինչքան Ուկրաինայինը, եւ շատ ավելի հեշտ կլինի Հայաստանի համար դժվար է լոգիստիկան, եթե Հայաստանի համար նման կոալիցիա ստեղծվի, պետք է լինի արկերի մատակարարման, լոգիստիկայի իմաստով ավելի շուտ։ Ինչն է խանգարում մեր Հայաստանի իշխանություններին մի քիչ ավելի նախաձեռնող լինել եւ չքաշվել։ Ինչը կարծում միգուցե հենց հապկից դեռ դուրս չգալու փաստն է, Ռուսաստանի հետ եղած պայմանագրերի փաստերն են, որ դեռ խանգարում են, որ ասում եմ ամբողջ ձայնով խոսել եւ սեփական պահանջների մասին։ Տեսեք, չեմ կարծում, թե հապկից դուրս չգալը մեզ կաշկանդում է։ Որքանով կաշկանդում է արևմտյան գործընկերներին հատկապես տալ շատ ավելի բարձր տեխնոլոգիաներ եւ այլն, դա բնականաբար կաշկանդում է եւ անկեղծ որ ասեմ, ունեցել եմ նաեւ խոսակցություններ տարբեր մակարդակի պաշտոնյաների հետ, միջազգային պաշտոնյաների հետ, ոչ հայաստանյան, որոնք ասում էին անգամ եթե հապկից դուրս գաք, շատ վստահելիություն դեռևս չկա։ Ոչ միայն Հայաստանի, ոչ թե Հայաստանի իշխանության նկատմամբ, այլ են համակարգերի, որոնց կարող են հասանելի լինել այդ ամբողջ տեղեկատվությունը, այդ զենքերի տեխնոլոգիաները եւ այլ, այսինքն որտեղ հասկանում են, որ կան այնուամենայնիվ Հայաստանում համակարգեր, որտեղ ներգրաված են որոշակի այդպես ցանցային, ագենտուրային, այսինքն գործակալական որոշակի ներգրավվածություն արկա, այսինքն Հայաստանը շատ ավելի խորքային լուստրացիոն process պիտի տանի այդ վստահությունը եւ բավական լուրջ տեխնոլոգիաներ ստանալու համար։
Բայց այն մինիմալ բաները, որոնք մենք կարող ենք ստանալ, այս տեսանկյունից այո, Հայաստանի իշխանությունները պետք է շատ ավելի նախաձեռնող լինեն։ Ես կարծում եմ, որ բավական նախաձեռնող են այդ տեսանկյունից, այսինքն ես գիտեմ, որ անգամ ցանկեր են ուղարկել հստակ որոշակի զենքերի տեսակների եւ այլնի տեսանկյունից, այսինքն որոշակի գնահատում է արված եւ այդ գնահատման հիման վրա ինչ որ բաներ ուղարկվել են, բայց լոգիստիկ խնդիրները բավական լուրջ են եւ այդ լոգիստիկայի տեսանկյունից շատ քայլեր այնպես չի որ արվում։ Իսկ տեսեք Ֆրանսիան արդեն երկրորդ անգամ այցելության ընթացքում որոշ զինատեսակներ կամ ապրանքներ, եթե այդպես ասեմ, ընդհանուր բերում է, հասկանալով, որ այդ լոգիստիկ խնդիրը պետք է լուծել եւ այդ լուծման տարբերակն իրենց հետ ինչ որ բաներ բերելն է։ Սա իհարկե նաեւ քաղաքական որոշակի ուղերձ է, բայց շատ նաեւ պրակտիկ ուղերձ է։ Այս տեսանկյունից եւ այս տեսանկյունից այնուամենայնիվ կարծում եմ, որ հապկից դուրս գալը ֆորմալ առումով մեզ խանգարում է, բայց դուրս գալուց հետո էլ միևնույն է մենք մինչև շատ ավելի խորքային մաքրում տեղի չունենա մեր զինված ուժերում, անվտանգության համակարգերում եւ այլն, այդ հարցը միևնույն է չի լուծվելու։ Բայց մի բան եւս պետք է շեշտեմ, որ չնայած որ մենք ներսում անդադ ասում ենք, որ պետք է ավելի իրավական ճանապարհով մենք դուրս գանք ի վերջո այս կառույցից եւ այլը, շատ հաճախ միջազգային մեր գործընկերները շատ հաճախ մեզ առանձնապես չեն էլ պարտադրում դուրս գալ, որովհետեւ հասկանում են, որ դա կարող է էլի անկանխատեսելի ռեակցիաներ եւ հետևանքներ ունենալ, որին իրենք կարող է չկարողանան հասցեագրել եւ այդ տեսանկյունից Հայաստանի չկարողանան ինչ-որ ձևով աջակցել։ Եվ այս ռիսկը չեն ուզում իրենց վրա վերցնել, հա, այսինքն իրենք որևէ կերպ ասում են դա ձեր որոշումը պետք է լինի, որպեսզի հետո հանկարծ որոշելուց հետո լինի ինչ-որ հետևանքներ, որևէ կերպ իրենց մեղադրանք չուղղվի։ Այսինքն այս տեսանկյունից իրենք շատ զգուշավոր են։ Երբեք ես չեմ լսել, որ ասեն, այ որ դուք դուրս գաք հապկից, մենք այսինչը կտանք։ Երբեք չի ասվում դա։ Տողատակերում կարող է ինչ-որ մի բան ասվի, բայց ուզում եմ ասել, այս տեսանկյունից էլ շատ զգուշավոր են, որովհետև հասկանում են, որ եթե հետո ինչ-որ հետևանքներ լինեն դրան հաջորդած, ինչ-որ պահանջներ նաև Հայաստանից գնալու են բնականաբար։ Նույն Ուկրաինայի հանդեպ էլ, եթե հիշում եք, իրենք շատ զգուշ էին, այսինքն Ուկրաինան ինքն է ստացել այն ամենը, ինչ որ իրեն պետք էր, շատ ժամանակ մեծ դժվարությամբ եւ հիմա էլ տեսնում ենք, որ շատ մեծ դժվարությամբ, սա աշխարհաքաղաքական ընտրություն է, սա պետք է լինի մեր կողմից, այսինքն մենք կարևոր ենք ինչ որ վերաբերում է իրենց, ես գիտեմ նույնիսկ կոնկրետ խոսակցություններ, երբ որ ուղղակի հարց է տրվել հապկից դուրս գալու, Արևմուտքը չի ցանկացել իր վրա վերցնել այդ պատասխանատվությունը, թողնելով Հայաստանի հայեցողությանը, սա քաղաքական որոշում պետք է լիներ, քաղաքական կամք իշխանությունների կողմից, հուսանք այդ կամքը արդեն կա, որովհետև ճիշտ է Արևմուտքը մեզ չի պարտադրելու, մենք ենք տերը մեր երկրի, հենց այս կարգախոսը պետք է իրագործվի, այսինքն Հայաստանի Հանրությունը պետք է որոշի ուր է գնում, ինչի համար եւ այդ կարևոր իմպերատիվը տրամադրի իշխանություններին։ Հուսանք, որ այդ ամենը կարվի արագ եւ խաղաղ ճանապարհով, հնարավորինս ամենայն դեպս մենք տեսնում ենք Հայաստանի հանդեպ աննախադեպ ուշադրությունը նաեւ Ուկրաինայի պատերազմով է պայմանավորված դիտորդների հարցը, որը որ կարծես թե անհնար էր թվում, բայց հնարավոր դարձավ զենքի մատակարարումները, ճիշտ է դրանք այն վերջին տեխնոլոգիաները չեն, բայց միևնույն է կարևոր են Հայաստանի անվտանգությունը ապահովելու համար։ Այս ամենը ես ասացի, որ Հայաստանն ու Ուկրաինան փոխում են աշխարհը, հա, փոխում են Եվրամիության որոշումների ընդունման ձևը։ Հիմա այս գլոբալ աշխարհում մի կողմից շատ դժվար է, մյուս կողմից շատ հեշտ է դառնում որոշ հարցեր լուծելու եւ քանի որ մենք նաեւ տրենդ ենք դառնում Հայաստանը Ուկրաինայի չափ չէ, բայց արդեն Ուկրաինայի հետ դառնում է տրենդ Եվրոպայի համար, ինձ թվում է դեռ շատ հետաքրքիր եւ լավ իրադարձություններ են մեզ սպասում, եթե ինչ որ բանով կուզենայիք մի քիչ վարակույրը բացել եւ ասել մեր լսարանին, ուրախ կլինենք։
Շնորհակալ եմ շատ, հետաքրքիր զրույց ունեցանք, միայն ավելացնեմ, որ ճիշտ եք ասում, իրականում առաջնային իհարկե Ուկրաինան փոխում է այդ ամբողջ ընթացակարգերը եւ նաեւ բավական լուրջ միֆեր է կոտրում, այսինքն առաջին հերթին եւ սա պետք է ասենք եւ գնահատենք ուկրաինացի ժողովրդի տոկունության եւ աներևակայելի տոկունության եւ սա ինձ միշտ զարմացնում է եւ սա մի իրավիճակ է, որ մենք իսկապես սովորելու տեղ ունենք եւ բացառիկ ուժեղության շնորհիվ կոտրվեց ռուսական բանակի եւ ընդհանրապես Ռուսաստանի հզորության այդ միֆը, որը շատ կարեւոր էր, որտեղ այս միֆը մենակ Հայաստանում չէր, միայն հետխորհրդային նախկին խորհրդային երկրներում չէր կամ արևելյան Եվրոպայի երկրներում չէր, այս միֆը շատ լուրջ երկրներում անգամ բավական խորությամբ այդպես մտածել, որ դա մի դիրժավա է, որի բանակի դեմ կռվել հնարավոր չէ եւ այլն։ Ուկրաինայի ժողովուրդը դա ապացուցեց, որ հնարավոր է, որ հասել էին Կիևի մատույցներում եւ հիմա այո անգամ շատ ավելի հեռու չեն կարողանում, այսինքն շատ ավելի ծայրամասային հատվածներում չեն կարողանում ինչ-որ արդյունքների արձանագրել, այնպես որ եւ այս տեսանկյունից նաեւ Հայաստանը։ Ես հիշում եմ պատերազմի օրերին հարցազրույց էր տվել վարչապետը եւ ասում էր, որ մենք այսօր կռվում ենք Եվրոպայի համար, որովհետեւ վաղ այդ կռիվը հասնելու է Ավստրիայի կարծեմ հենց ասում էր Ավստրիայի կենտրոն, եթե չեմ սխալվում։ Եվ այդ հարցազրույցի արձագանքները շատ այդպես հաճախ անգամ մեր միջազգային գործընկերների կողմից ծաղրական էին, ասում էին, ինչ օրինակ է բերում, ասենք Ավստրիան ուր, Արցախ ուր եւ այլ։ Բայց իրականում մենք տեսանք, որ այո, մենք կռվում էինք, որտեղ մենք ես շարունակում եմ եւ այն հիմնական այս դեպքում վերլուծաբաններից եմ, որ անընդհատ պնդում են, որ Արցախում պատերազմը նոր այս փուլի համար դա նախապատրաստական փուլ էր։ Եվ այս մասով կարող ենք մի առանձին հարցազրույց ունենալ։ Բայց ամեն դեպքում սա չէր ընկալվում միջազգային դերակատարների մոտ։ Եվ այո, փոխվում է նաև Եվրամիության բազմաթիվ գործընթացների իրականացման արագությունը, որտեղ երբ ասում եք դիտորդների գալը իսկապես անհնար էր, ես սա առաջարկել եմ 2021 թվականի մայիսի 12-ից հետո, ու երբ այդ առաջարկը արեցի, օրինակ բերելով Վրաստանի IOM-ը, շատ զարմացած ինձ ասացին իջի օթերից, ինչ ես խոսում, դա անհնար է, Եվրամիության ընթացակարգերը հաշվի առնելով դա իսկապես անհնար է, Ռուսաստանի ռեակցիան հաշվի առնելով դա բացարձակ անհնար է, մի խոսքով մի մտածեք անգամ այդ մասին, բայց 1 տարի հետո կամ գուցե 1.5 տարի հետո դա հնարավոր դարձավ։ Այս տեսանկյունից իսկապես շատ բան փոխվում է, բայց ցավոք շատ մեծ գին ենք բոլորս դրա համար վճարում։ Եվ շատ ցանկալի կլիներ, որ այս գինը չվճարեինք, որովհետև վերլուծական բազմաթիվ process-ներում 2014-ից ի վեր այս ամենը կանխատեսելի էր։ Եվ ցավոք էմպիրիկ փորձ է, իսկ այդ էմպիրիկ փորձի դեպքում ուղղակի հազարավոր ես նոր ուղղակի ապշած էի, չնայած հասկանալի է, պատկերացնում ենք, որ այդքան զոհ է արդեն Ուկրաինան ունեցել, բայց միևնույն է եւս մեկ անգամ լսելը հայտարարությունը սարսափելի ցավալի էր։ Եվ ես մաղթում եմ պինդ մնաք, շարունակեք եւ մենք այո շատ բան ունենք սովորելու։ Գիտեք, երբ որ ես Ուկրաինայում պատմում էի մեր Արցախյան առաջի պատերազմի մասին, մեծ հետաքրքրություն էր միշտ, որովհետեւ այն ժամանակ բոլորը հիանում էին հայ ժողովրդի կամքով, այն ինչ որ արեց հայ ժողովուրդը, դա իրոք հրաշք էր, հատկապես խորհրդային միության փլատակների վրա հեշտ չէր, դժվար էր, մենք հիշում ենք նույնիսկ սնունդը ինչպես էր հասնում Հայաստան ուղևորատար ինքնաթիռներով, կարակ ուղևորների հետ ինքնաթիռների մեջ, այդ մութ ու ցուրտ տարիները եւ բոլորի մոտ այդ հիացմունքը կար։ Հիմա ժամանակները փոխվել են, բայց ասենք նույն Ուկրաինայի հայությունը, Ուկրաինայի բոլոր ազգերի հետ միասին այս պատերազմը տանում է,
օրերս մի հարցազրույցի ժամանակ ասացի հետաքրքիր ազգենք։ Ինչ հայտնվել ենք Կիևում, միշտ մարտերի մեջ եղել ենք Կիևից մինչև Գրյունվալդ։ Գրյունվալդը գիտեք Բերլինի մատույցներում է, եւ բոլոր տեղերում հայերը կան, հայերի անունը կա եւ բարձր է պահվում, այսօր էլ նույնպես, այնպես որ սպասում ենք Հայաստանի իշխանությունների որոշմանը միանալ Ղրիմի պլատֆորմին, այլ լավ լուրերից խոսեցինք, ինձ թվում է լավ լուրերը սպասենք այս ուղղությամբ նաեւ։ Շնորհակալ եմ ժամանակ գտաք, շատ հետաքրքիր զրույց ստացվեց, հուսամ հաջորդ հանդիպումը այսքան չի սպասեցնել տա։ Շնորհակալություն, ես էլ հույս ունեմ եւ ձեզ հաջողություններ խաղաղ երկինք, հուսանք հաջորդ մեր քննարկումը շատ ավելի դրական լուրերով կլինի։ Հաջողություն։ Շնորհակալ եմ եւ ամենայն բարիք։